Հարգելի իմ դիտորդ, եկեք միասին տեսնենք, թե ձեր հակառակորդի կամ ձեզ վատը կամեցողի տանը հիմա ինչ իրավիճակ կա։ Ինչա կատարվում ձեր վատը կամեցողի տանը։ Ձեր վատը կամեցողի տանը ինչա կատարվում։ Ձեր վատը կամեցողի տանը հիմա ինչա կատարվում։ Այստեղ շատ ուժեղ էմոցիաներ են, տեսնենք նեգատիվ, ահա տուպիկ, այստեղ շատ ուժեղ էմոցիաներ կան, որոնք այսպես հայտնվել են մի իրավիճակում, որտեղ դուրս գալու էլ ելք չկա, փակ ուղուն են հանդիպել։ Հիմա այն իրավիճակը, որ մտածում են, որ իրենք թագավոր, թագուհի են եւ այլը, իրանց պատելա լուսնի անորոշությունը, հա, լուսնի ծանր էներգիան։ Ու իրանք հայտնվել են մի իրավիճակում, որտեղ չգիտեն որ կողմ գնան։ Ռազիվիլկա, տուպիկ, չկա, ելք չկա այդ վիճակից դուրս գալու, անելանելի վիճակի մեջ են հայտնվել։ Так, այստեղ նաև իրանց ընտանիքում, իրանց տանը կամ տվյալ անձի անձնավորության մոտ, որ ձեզ փորձել է վատություն անել, իրան թվում է, թե ինքը անեծքի տակ է։ Նույնիսկ հնարավոր է մտածում է, որ իր տան մեջ կա թուղթ ու գրի առկայություն, այդ վիճակն է իր մոտ։ Ինքը մտածում է, որ ինքը անեծքի տակ է։ Եվ հնարավոր է, որ դուք զգուշացրել ես, հա, կամ դուք զգուշացրել եք իրան, որ լավ չի լինելու քո համար, քո այս պահվածքի համար դու ստանալու ես պատիժը, ու պատիժը շատ չի ուշանա, ու հիմա իր հետ կապված յուրաքանչյուր անհաջողություն ինքը կապվում է ձեր հետ, ձեր ասածի հետ։ Լավ իրավիճակում չեն գտնվում, այն տիպի վատ է իրանց տան ընտանեկան վիճակը, որ իրենք մտածում են, որ իրենց վրա կա անեծք։